Հայաստանի Հանրապետության թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի համար 19-որոշման համաձայն Գյումրի քաղաքի ավականին ընտրվել է և մատանտները բաշխվել են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր սոցիալական կուսակցություն 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 8 մանդատ, մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 6 մանդատ, իմ հզոր համայնք կուսակցությունը 3 մանդատ, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2 մանդատ, Հայաստանի Հանրապետության թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 14-ի արձանագրության համաձայն ավականու անդամներն են ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից, որ չեն մասնակցում պիտի կատարեն։ Այո։ Հա? Ով տեղյակ է թող ձեն հանդիպ, ուղղակի ես չգիտեմ, եթե տեղյակ չեք կատարեն։ Մինասյան Սարիկ Սամվելի, Մեգրճան Բահա Քրաչի, Բարսեղյան Էմա Մասիսի, Ջիրաբյան դենայի սային է, Անանյան Լևոն Գագիգի, Արամյան Շավար Շարամի, Հարությունյան Քնարի Կամլետի, Մանուկյան Հովանես Սամվելի, Բաղդասարյան Էդկար Սանասարի, Հայրապետյան Գայլա Վարազդադի, Հակոբյան Անդրանիկ Էդուարդի, Բեգզակյան Նաղեկ Հովանեսի, Բեգության Աստիկ Գագիգի, Դավթյան Բահան Սամվելի, Նազարյան Լուսինե Հովանեսի, Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից Ղուկասյան Վարդան Կոլյայի, Արաքելյան Ավետիս Բուրգենի, Անանյան Լուսինե Հակոբի, Ղուկասյան Գևորգ Կոլյայի, Սահակյան Սեդրակ Ենոկի, Մերսոպյան Նարինե Մուշեղի, Հարությունյան Արտակ Սամվելի, Լալազարյան Կարինե Սոսի, մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից, Ադամյան Սվետլանա Միշայի, Գևորգյան Հովանես Մնացականի, Գասպարյան Լիզա Մելիքի, Գրիգորյան Կարեն Մարտունի, Բադալյան Կարեն Հրայրի, Եդիգարյան Վարդան Աշոտի, իմ հզոր համայնք կուսակցության ընտրական ցուցակից, Մխիթարյան Ռուբեն Դավթի, Գիրագոսյան Վահե Սամվելի, Մոսոյան Սուսաննա Հակոբի, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից, Սիմոնյան Կարեն Անդրանիկի, Մուրադյան Աննա Երիշիկ, համաձայն պետական ինքնակառավարման մասին օրենքի 66-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի ավականու խմբակցությունները ստեղծվում են նորընտիր ավականու առաջին նստաշրջանի բացման օրը հետևյալ սկզբունքին համապատասխան ավականու անդամների մանդատների բաշխման մասնակցած կուսակցության առաջադրման ընտրված ավականու անդամները ընդգրկվում են նույնպես խմբակցություններով։ Այսպիսով Գյումրի համայնքի ավականու կազմում գործում են թվով 5 խմբակցություններ. Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, Հայաստանի կոմունիստական խմբակցություն, մեր քաղաքը խմբակցություն, իմ հզոր համայնք խմբակցություն, Մայր Հայաստան խմբակցություն։ Դելեգացնեմ նաև,
որ ավականու առաջիկան իստոհում հրապարակելու համար խմբակցությունները համայնքի ղեկավարին պետք է գրավոր ներկայացնեն իրենց կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի, քարտուղարի անունները եւ ազգանունները։ Լավ, բարի հաջորդ նստի լավ։ Գյումրի համայնքի ավականու հարգելի անդամներ, համաձայն Գյումրի քաղաքի, ես համայնք չեմ ասում, քաղաքի եմ ասում, քաղաքի ավականու, Յուզանական քաղաքը համայնք եք սարքես, Գյումրի քաղաքի ավականու կանոնակարգի 94-րդ կետի ավականու առաջին նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, երկրորդ, համայնքի ղեկավարի ընտրություն, համայնքի ղեկավարի երբման արարողության հետ կապված կազմակերպական հարցեր, հանձնաժողովների կազմավորում, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում, ավականու հերթական նիստի գումարման օրվա և ժամի սահմանում, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, ղեկավարվելով Գյումրի քաղաքի ավականու կանոնակարգի 88-րդ և 85-րդ կետերով ավականու որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով և հաստատվում հանձնաժողովի կազմը ավականու խմբակցությունների կողմից ներկայացված ավականու անդամ հանդիսացող մեկական թեկնածուների։ Խնդրում եմ խմբակցություններին ներկայացնել մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար։ Խնդրում եմ լրացնել այդ նպատակով ձեզ բաժանված հայտերը և ներկայացնել ինձ։ Սպասում ենք ներկայացրեք, հետո անցնենք այլ։ Ես խնդրում եմ օրակարգը հաստատենք, ինչ որ ներկայացրեցի, դնենք քննարկության։ Ովքեր են կողմ նմանատիպ օրակարգի։ Համեցրեք։ Քննարկի։ Ովքեր են կողմ նման առաջարկի։ Խնդրում եմ ձեր բարձրացնել։ Բարի շնորհակալություն, օրակարգը հաստատվեց ձայների մեծամասնություն։ Անցնենք հաջորդ հարցերին։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։ Ղեկավարվելով Գյումրի քաղաքի ավականու կանոնակարգի 88-րդ կետերով ավականու որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով և հաստատվում հանձնաժողովի կազմը ավականու խմբակցությունների կողմից ներկայացված ավականու անդամ հանդիսացող մեկական թեկնածուներից ես արդեն կարդացի սա։ Հարցը դնենք քննարկության, այո։ Ով է կողմ, որ ինչ որ ընտեսեցի քննարկենք։ Բարի։ Հումորը դա բան է, ասեմ զավակա։ Շնորհակալություն մեծամասնությամբ անցավ։ Ներկայացուցիչներ Ինչ։ Ձայներ հաշվող հանձնաժողովի համար ներկայացուցիչներ կա։
Ընտեսենք որ հրավի Ես խնդրում եմ իստերյալ պայեք, այնպես որ ես ազգային ժողովի խնդրեմ պատգամավորներ են նստած, այնպես որ իրանք ուշատի ու շիրուշով մեզ հետևում են, սխալ չանենք։ Ինչ ենք անելու ասում։ Համակցություններից առաջարկված տեղանունը Սերժ Սարոյանը, Մուրադյան է, հա, Աննան։ Այո։ Լիզա Կասպարյան, Ֆայկ Իրավուս։ Երև Սվետլանա Ադամյան, Ֆայկ Իրավուս։ Հետագության բան։ Չէ, դի որոշում էր նա։ Հիմա ինչ է, ովքեր են կողմ ներկայացված անուն ազգանունների։ Դեմ, ձեռնպա։ Կողմ եք, բարի, ուշատի գրեք։ Հրավիլում եք հիմա, հա? Եկեք հրավիլում են, մենք հրավիլում ենք, այո, համաձայն ես ինչի, խնդրում ենք եկեք, Տնիկ անեսներ զուրես է տասնի, հա? Չէ, բանեսսին, համայնքի ղեկավարի ընդության կարգասին, հետո առաջվասին։ Լավ, նստեք ներերում, սկսենք հետո գալու, հավատի։ Ներկայացնում եմ համայնքի ղեկավարի ընտրության անցկացման կարգը։ Համաձայն ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի համայնքի ղեկավարի ընտրությունը անցկացվում է նոյեմբերի ավարտանող առաջին նիստի ընթացքում։ Առաջին նիստը անընդհատ է բացառության տնկնիչման ու հանգստի համար նախատեսված ժամանակի մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը։ Քանի որ արտահերթ ընտրությունների արդյունքով որևէ կուսակցությունների դաշինք չի ստացել ավականու անդամների տեղերի 50%-ից ավելի, ապա համայնքի ղեկավարը ընտրվում է բաց քվեարկության միջոցով։ Ավականու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու։ Քվեարկությունը անցկացվում է քվեատեխնիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները։ Ավականու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որ ստանում է ավականու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավականու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածու։ Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն։ Քվեատեխնիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է համայնքի ավականու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցությունների դաշինք թեկնածուին։ Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունը անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար։ Եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավականու անդամների ընդհանուր թվի 40%-ից,
Յուրաքանչյուր խմբակցությունից մեկ ներկայացուցիչ մոտենում է ամբիոնին և ներկայացնում համայնքի Գյումրի քաղաքի ղեկավարի իր խմբակցության թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը կամ իր խմբակցության անունից հայտարարում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրելու մասին։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը գրանցում է խմբակցությունների կողմից ներկայացված թեկնածուների անունները։ Սկսում ենք ըստ խմբակցությունների մանդատների թվաքանակի փոքրից մեծ հաջորդականությամբ։ Սկսում ենք Մայր Հայաստան խմբակցությունից։ Թեկնածու առաջադրում է։